Դարել է երրորդ աստիճանի վթարային գույքը, փորձագետը գրել է անհապաղ դադարեցնել։ Դատարանը արգելել է քանդման աշխատանքները, քաղաքապետարանի աշխատակիցները այստեղ են։ Ասում են գաջը կարակ քանդեք, որ ամրացնեք։ Ասում եմ, այս մասից վնասվել է շենքը, այս երկու պատուհանների տակը, որ քանդվել է, սա պիտի ամրացվի։ Չունեն աշխատողները ոչ նախագիծ ունեն, ոչ տեխնաձոր ունեն, ոչ շինարարական ընկերությունից են, որը որ պետքա գործողությունները կատարեր։ Քանդում են։ Երկար ժամանակ է։ Այս շինթույլտվությունը քաղաքապետարանը է, սա կադաստրի բնօրինակ փաստաթուղթն է։ 5 սեփականատերերով շենքի, 3-ը մերն է։ Այս վերակառուցման համար 2 հասցեին պարոն Պեկ փոխնախագահի տեղակալ ամենայն հավանականությամբ քաղաքացիական պայմանագրի անդամ, Երևանի քաղաքացիական պայմանագրի քաղաքապետը տվել է շինթույլտվություն եւ քաղաքացիական պայմանագրի մեծամասնությամբ ազգային ժողովում ու կառավարության ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, տեսչական մարմինը գույքս բարձրանանք նայեմ։ Ու իրանք հիմա ասում են մտնել են կանեք, այդքանից հետո ես դա մտել եմ իմ տարածքում, որ արձանագրեմ, սա իմ սեփականությունն է, այսինքն էլի։ Իմ սեփական տարածքում Պեկ փոխնախագահի Ռաֆայել Գևորգյանի աշխատող բանվոր, ասում է լոմը կտամ գլխից։ Հիմա չգիտեմ։ Հիմա նշեցիք ձեր սեփականություն քանդում են, ինչ եք պատրաստվելու անել, որովե իրավապահ։ Դե հիմա բոլոր իրավապահ մարմինները էս այստեղ են, չեմ, էլ ինչ իրավապահ մարմին։ Իսպանիայի քաղաքացի եմ, դեսպանատանն եմ, զգուշացրել դեսպանն է ներգրավված 3 վարչապետի խորհրդականից եմ, խորհրդականից, սա ասեմ ումից։ Երբ եք տեղեկացել, որ ձեր սեփականությունը քանդում են։ Այսինքն երբ եմ տեղեկացել, որ իմ սեփականությունը քանդում են, երբ որ իմացա, որ ստացել են շինթույլտվություն, դեռ այդ ժամանակ արդեն հասկացա, որ շինթույլտվություն կա, որը ենթադրում է հիմքի քանդում։ Ոստիկանությունը Ավոյի ազգանը չեմ հիշում, այդ ժամանակ դեռ գնացի, գրեցի, որ սենց ռիսկեր եմ տեսնում, գույքս նորմալ վիճակում։ Հիմա դառավ երրորդ կարգի վթարային։ Պատճառը ո՞րն է, որ քանդում են։ Այդ հարցը տվեք կողմին։ Այդ հարցը տվեք կողմին, որն է պատճառը, որ դատական արգելք կա որևիցե քանդման աշխատանքի։ Ինքեր փաստորեն չեն ներկայացրել։ Դատական քաղաքացիական դատարանում արգելած է որևիցե քանդման աշխատանք։ Նախորդ ակտներ դատական վճիռը եւ քանդում որևիցե աշխատանքեր արգելված մարտի 26-ին որոշմամբ։ Այդ ընթացքում էլի քանդում են, այս խառաչները տորն են կապել, երբ որ դատարանը արգելքը կար, ոստիկանությունը այստեղ կանգնած։ Այսօր դահակային զանգել եմ Արտաշես Սահակյանին, որը որ պետք է ներկայանար, որը նախորդ անգամ զգուշացրել է աշխատողներին որևիցե քանդում չանել, նրանք գրել ստորագրել են։ Չկա Արտաշես Սահակյանը, Ավո ջան, խնդրում եմ, կասես, երբ որ ես Արաբկիրի բաժին մոտեցա, դեռ այն ժամանակ ներկայացրեցի։ Ասելու բան չունի ներկապան, եթե խնդիրներ կա, կարող են դիմել ոստիկանության լրատվական վարչություն։ Այսինքն հույսս մամուլն է։ Ու Իսպանիայի դեսպանատունը։ Այլևս։ Ինչ ակնկալիքներ ունեք Իսպանիայի դեսպանատունից։ Ես չգիտեմ, հասկանում եմ, որ ներպետական հարց կա այստեղ սուվերենության։ Իրոք իմ երկիրն է, հիմա այս կառույցներն էլ իմ երկրի կառույցներն են, ես էլ իրավաբան եմ։ Այսինքն ես ոչ միայն Իսպանիայի քաղաքացի եմ։ Ինձ պատասխանը գալիս է վնասը հատուցվելու, ասում եմ, որ նայեք էլի այս ձեր կադաստրի ցուցակն է։ Էլի մեծամասնություն, իրական մեծամասնություն լիներ։ Ու ես լինեի փոքրամասնություն, ում վնասը պետք է հատուցվեր, ես գիտակցեի, որպես գիտակից մարդ, որ այո։ Օրենքով սահմանված կարգով այդ մեծամասնությունը որոշել է Ռաֆայել Գևորգյանին առայժմ այդ վնասի հատուցման մասով, որ օրենքը ասում է կառուցապատողը պարտավոր է վնասներ կրող սուբյեկտների հետ գալ համաձայնության, առայժմ որ այդ համաձայնության չի եկել, այդ համաձայնության առաջարկը նույնիսկ չի արել։ Ինձ էլ ասում են վնասը կհատուցվի։